Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված արաբական պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին։ Վարչապետը կարևորել է արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացումը և գործակցության խորացումը։ Նախագահ Վագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին Եգիպտոսի ազգային տոնի հեղափոխության օրվա կապակցությամբ։ Հանդիպան ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Եգիպտոսի միջև գործակցությանը։ Օգոստոսի 11-ին Հայաստանի ԱԳ-նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի ԱԳ-նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Հայաստանը պետք է որոշում կայացնի Եվրոպական միության անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում անդամակցությունը պահպանելու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու մասին մինչև 2026 թվականի դեկտեմբերը, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզին։ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ հանրաքվեին։ Նա նշել է, որ այն կեղծորակարգ է, Հայաստանը ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ է, ունի իրավունքներ, չենք պատրաստվում այս հարցի շուրջ առճակատման փուլ մտնել, նշել է Խանդանյանը։ 9-րդ գումարման առաջին նստաշրջանը շարունակվում է։ Ազգային ժողովի նախագահի և նախագահի տեղակալների ընտրություններից հետո մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն է կայանում։ Պետեկամուտների կոմիտեն հերթական խախտումն է բացահայտել ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում։ Բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված արաբական պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին։ Վարչապետը կարևորել է արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացումը և գործակցության խորացումը, ընդգծելով, որ Հայաստանի ու արաբական երկրների միջև ձևավորված են պատմական և մշակութային ամուր կապեր։ Մասնավորապես Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգիռ է քաղաքական, դիվանագիտական և տնտեսական կապերի խորացման ուղղությամբ նոր նախաձեռնությունների առաջ մղմամբ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղված ջանքերին։ Այդ համատեքստում զրուցակիցները շեշտել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության կարևորությունը։ Նախագահ Վագն Խաչատուրյանն էլ ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին Եգիպտոսի ազգային տոնի հեղափոխության օրվա կապակցությամբ։ Նախագահ Վագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին խնդրելով իր շնորհավորանքները փոխանցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին։ Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին ընդունելության և շնորհավորանքի համար։ Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և այլ ոլորտներում ձևավորված սերտ գործակցությանը, ընդգծելով դրա հետագա ընդլայնման և նոր ուղղություններով զարգացման կարևորությունը։ Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ-նախարար Սիբիհայի հետ։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ-նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ։ 9-րդ գումարման առաջին նստաշրջանը շարունակվում է ազգային ժողովի նախագահի և նախագահի տեղակալների ընտրությունից հետո մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն է կայանում։ Հերթը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովինն է, որի նախագահի թեկնածուն ՔՊ խմբակցությունից Արուսակ Ջուլհակյանը։ Շարունակվում է 9-րդ գումարման առաջին նստաշրջանի առաջին նիստերը և ազգային ժողովի բնականոն գործունեությունը ապահովելու համար շարունակվում է խորհրդարանի ձևավորումը։ Նախորդող օրերի ընթացքում արդեն իսկ ընտրվել էին ազգային ժողովի նախագահն ու ազգային ժողովի նախագահի 3 տեղակալները, որից հետո падգամավորները անցան մշտական հանձնաժողովների ձևավորմանը։ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը առաջադրեց Արուսակ Ջուլհակյանի թեկնածությունը, որի կենսագրական մանրամասների ներկայացումը վերապահվեց նույն խմբակցության падգամավոր Արման Եղոյանին։ Արուսակ Ջուլհակյանը իր ելույթի ընթացքում շնորհակալություն հայտնեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության իր գործընկերներին վստահության համար և անդրադարձ կատարեց հանձնաժողովի նախորդիվ կատարած գործունեության և ստեղծած արդյունքների մասին։ Միաժամանակ թեկնածուն իր խոսքում ընդգծեց, որ ձևավորվելիք հանձնաժողովի կարևորագույն խնդիրներ լինելու նոր սահմանադրության ընդունումը։ Հանձնաժողովը պետք է դառնա այն քաղաքական և մասնագիտական հարթակը, որտեղ կձևավորվեն Հայաստանի նոր սահմանադրական ապագայի հիմքերը։ Բայց մենք չենք կարող խոսել նոր սահմանադրության մասին առանց պատասխանելու մեկ հիմնարար հարցի. ինչ պետություն ենք կառուցում։
ինչ պետություն ենք ուզում փոխանցել մեր երեխաներին։ Ինչ սկզբունքների վրա պետք է հիմնված լինի Հայաստանի Հանրապետության հաջորդ փուլը։ Պատասխանը կարծում եմ հստակ է, հարգելի գործընկերներ։ Մենք կառուցում ենք իրավական պետություն, որտեղ ոչ ոք օրենքից վեր չէ եւ չպետք է լինի։ Իրավական պետություն, որտեղ իշխանությունը իրականացվում է ոչ թե անձերի, այլ ինստիտուտների միջոցով։ Արուսյակ Ջուլակյանի ելույթից հետո պատգամավորները հերթագրվեցին վերջինիս հարցեր ուղղելու համար։ Հայաստան դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե Ջուլակյանը ինչ կարծիք ունի քննչական կոմիտեի վերջերս հրապարակած հաղորդագրության վերաբերյալ, երբ խախտվել էր անձնական տվյալների պաշտպանությունը։ Խոսքը Հովիկ Աբրահամյանի որդու Արգամ Աբրահամյանի ենթադրյալ սպանություն պատվիրելու կոմիտեի տարածած հաղորդագրության դեպքին էր վերաբերում, երբ այդ հաղորդագրությամբ թիրախավորվել էր նաև Գագիկ Ծառուկյանի դուստրը Արգամ Աբրահամյանի կինը։ Դատապարտում եմ, բայց նաև պետք է ասեմ, որ սա կարծես թե առաջին դեպքը չէ, որ մենք ունենում ենք խնդիր հայտարարությունների հետ կապված, որտեղ որ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի հետ կապված խնդիր է արձանագրվում եւ այստեղ ես չեմ ուզում որ մենք պարտադիր տեսնենք դիտավորությունը, այլ գուցե պրոֆեսիոնալիզմի խնդիր։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության վերաբերյալ այլ կարծիք ուներ ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով այս հարցում չկիցեց կարծիքը թիմակցի հետ, ընդգծելով, որ այնուամենայնիվ հաղորդագրությունը իրավաչափ է եղել։ Չեմ կարծում էլի, որ համաշխարհային պրակտիկայում կա դեպք, երբ որ նման դեպքերում հնարավոր է խոսել մոտիվից առանց ձեր ասած ինֆորմացիան որևէ կերպ հայտնի դառնալու։ Նշենք, որ Արուսյակ Ջուլակյանին ինչպես իշխող խմբակցությունից, այնպես էլ ընդդիմադիր պատգամավորներից ուղղեցին ամենատարբեր հարցեր։ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումից մինչև բանտարկյալների համաներում եւ այլն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության սահմանած էթիկայի կանոնների մասին բարձրաձայնելուց, քննադատելուց առաջ էլ ընդդիմադիր պատգամավորները պետք է հիշեն, թե նախկինում ինչ է կատարվել Հայաստանում, ինչպես են վերաբերել եւ միմյանց դիմել պաշտոնյաները։ Այս մասին ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ԿՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, հակադարձելով ընդդիմադիր գործընկեր Մեսրոպ Մանուկյանին, որը նախորդին բավականին կոշտ եւ ժարգունային արտահայտություններ էր արարել ԱԺ-ամբիոնից։ Եղոյանը վերջինիս հիշեցրել է, որ էթիկայի կանոնների մասին խոսելիս հիշի, որ Մանվել Գրիգորյանի օգնականն է եղել։ Պարոն Վարդևանյանը Հոբսի Լևիաթանից էր բողոքում։ Պարոն Վարդևան, Լևիաթանը հենց պարոն Մանուկյանի մտածող մարդկանց համար է այդքան իրավունք կլանել, որպես պետական իշխանություն, որ թույլ չտա, որ պարոն Մանուկյանի նման մտածող մարդիկ ասեն եկեք մանդատները դրեք, ելնենք խոսենք, լավա չասեք, եկեք համայնները հանենք, իջնենք ձոր։ Մի միջամտեք։ Ոչինչ չի արդարացնում, ոչինչ չի արդարացնում են, որ դուք ասում եք մանդատը հանենք, այսինքն մանդատը որ հիմա դրեցիք։ Դուրս եկան, դուրս խոսացիք, ինչ պետք է անեք։ Ասենք ինչ պետք է անեք։ Կամ այդ գեներալ Մանվելի հետ որ գնում եք հարց լուծելու, ինքը պագոններն ու զենքերը թողում էր տունը։ Հա? Զուտ իր հեղինակությամբ եւ համոզիչ խոսքով լուծում էր կոնֆլիկտը երկու կողմերի միջև։ Այդտենց է դա լինում, հա? Դուք ընդհանրապես պետք է գոհ լինեք, որ այս դահլիճում իրար դուքով են խոսում։ Պատգամավորները անկախ իրար նկատմամբ վերաբերմունքից։ Ձեզ հետ մինչև 18 թիվը ձեզանից պաշտոնով եւ իշխանությամբ մեծը դուքով խոսած կա։ Չէ, ձեզ չէ, իր մասն եմ խոսում։ Դες բան եղած կա։ Գեներալ Մանվելը ձեզ հետ դուքով խոսած կա։ Կամ որևէ մեկի հետ ընդհանրապես դուքով։ Ու ասենք կարող է Սերժ Սարգսյանի, հա, ու վերջ։ Կներեք, ով, բայց խնդրում եմ ընդհանրապես մենք դուք, ասենք, այդ բաներից չխոսակ եւ ընդհանրապես այդ կիսագողական վարվելակերպը մանդատ հանել, իշխանություն չլնի, իշխանություն ոչ չլնեք։ Պարոն Մանուկյան, եթե մենք իշխանություն չլնենք վաղը, դուք էլի լինելու եք գեներալ Մանվելի օգնականը, դուք չեք լինելու գեներալ Մանվելը։ Ընդդիմությունը պարբերաբար խոսում է պետական բյուջեի տնտեսման մասին, խոսում է պարգևավճարներից հրաժարվելու մասին, սակայն իրենց շարքերում իրենց կողքին նստում են մարդիկ, ովքեր ցանկանում էին հայ զինվորի մահը։ Այս մասին ազգային ժողովում հայտարարել է ԿՊ պատգամավոր Տարոն Չախոյանը, որը նկատել է, որ ընդդիմությունը չունի բարոյական իրավունք խոսելու բյուջեի բանակի մարտունակության անվտանգության մասին, քանզի հայ ժողովուրդը ժամանակին ականատես է եղել այդ նույն ընդդիմության վարքագծի եւ Հայաստանը անխնա թալանելու գործընթացին։ Մեր ընդդիմադիր գործընկերները մոտենում են այս ամբիոնին, խոսում են
զինվորի պաշտպանվածության մասին, խոսում են բանակի մասին, խոսում են այն պայմանների մասին, որում ծառայում են մեր զինվորները, բայց մեր ընդդիմադիր գործընկերները չգիտես ինչի հանկարծ մոռանում են, որ իրենց շարքերում իրենց կողքը նստած է մարդ, ով կամենում է հայ զինվորի մահը։ Պարոն Էդգար Ղազարյան, խոսքը ձեր մասին է։ Այս նույն խմբակցությունը, որի ցուցակով դուք դարձել եք ազգային ժողովի պատգամավոր, անդադ խոսում է ինչ-որ պետական բյուջեի տնտեսումների մասին, պետական բյուջեի միջոցները չվատնելու մասին, այս խմբակցության առաջնորդը Միչայելոս խոսում էր եւ խոստանում էր 1 դրամով վարչապետ աշխատելու մասին, առաջարկ կա եւ նույնիսկ հնչել է հայտարարություն, որ այս խմբակցությունից պատրաստվում են հրաժարվել պարգևավճարներից, ինչեւ է իրենց գործն է, փորձում են պետական բյուջեի միջոցները տնտեսել, շատ լավ է, ողջունելի է, բայց հələ մի հատ եկեք հասկանանք, էլի, պարոն Ղազարյան, երեք այս ամբիոնից միտք եք հնչեցնում, որ եկեք փորձենք մշտական հանձնաժողովների թիվը, քանակը կրճատել 12-ի փոխարեն հասցնել 6-ի, ինչի արդյունքում մենք կտնտեսենք $500,000։ Ու խոսում եք ինչ-որ ձիերից, թե դրա դիմաց կարող ենք ձիեր գնել արաբական, թե ինչի եք ձիերի վրա ֆիքսվել, դա այլ հարց է։ Բայց պետական բյուջեի միջոցները տնտեսող այս ուժեղ Հայաստան խմբակցությունը ո՞նց է պատկերացնում հայ զինվորի մահը կամեցող պատգամավորին բեր են նստեցրել են այս դալիճում, գոնե հաշվել են, թե հայ զինվորի մահը կամեցող պատգամավորը այդ պետական բյուջեից ինչքան է վարձատրվելու օրինակ 5 տարիների ընթացքում։ Հայաստանը պետք է որոշում կայացնի Եվրոպական միության անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում անդամակցությունը պահպանելու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու մասին մինչև 2026 թվականի դեկտեմբերը, երբ Երևանի նկատմամբ հնարավոր հետագա քայլերի հարցը կքննարկվի ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայել Գալուզինը։ Ակնհայտ է, որ եթե մինչ այդ պահը հանրաքվեի կոչը չլսվի, առաջնորդները հաշվի կառնեն այդ փաստը, համապատասխան հետագա համատեղ քայլերը որոշելիս նշել է նա։ Հապկում էլ Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում, կրկին հայտարարել է Գալուզինը։ Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ սահմանափակող միջոցների հնարավոր կիրառմանը վերաբերող ցանկացած որոշում ամբողջությամբ վերաբերում է հավաքական անվտանգության խորհրդի իրավասությանը, որը իրավասու է նման որոշումներ ընդունել կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա, նշել է Գալուզինը, պատասխանելով պարտավորությունները չկատարելու վերաբերյալ կանոնադրության համապատասխան հոդվածը գործադրելու մասին հարցին։ Նրա խոսքով ՀԱՊԿ-ի կանոնադրությունը միջազգային պայմանագիր է եւ պետք է բարեխղճորեն կատարվի դրա բոլոր կողմերի կողմից, այդ թվում ՀԱՊԿ մարմինների գործունեության ֆինանսավորման վերաբերյալ յուրաքանչյուր անդամ պետության պարտականությունը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողներ էջեպազրույցում անդրադարձել է ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ հանրաքվեին։ Նա նշել է, որ այն կեղծորակարգ է, բազմիցս է նշվել, որ չի կարող լինել հանրաքվե մի հարցի շուրջ, որը պարզապես գոյություն չունի։ Դա Հայաստանում չի քննարկվել եւ դրա շուրջ գործողություններ չեն կատարվել։ Խոսքը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մասին է։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին մեր անդամակցությանը, միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանը մասնակցել է եւ ներկայացրել մեր դիրքորոշումը, նշել է նա։ Նա նաեւ հավելել է, Հայաստանը ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ է, ունի իրավունքներ, չենք պատրաստվում այս հարցի շուրջ առճակատման փուլ մտնել։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին մեր անդամակցության, ինչպես տեսակ միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանը մասնակցեց եւ ներկայացրեց մեր դիրքորոշումը, նաեւ Հայաստանը ԵԱՏՄ բոլոր ֆորմատներում, բոլոր գործընթացներին ակտիվ մասնակցում է, ներդրումն է ունենում, ինչպես քաղաքական առումով, այնպես էլ նաեւ ֆինանսական միջոցների ծավալով Հայաստանը ակտիվ մասնակից է եւ այստեղ նաեւ կարեւոր է ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների դիրքորոշումները նման հարցերի անդրադառնալիս, որովհետեւ ԵԱՏՄ անդամ եւ մեր գործընկերը, որի հետ մենք շարունակում ենք աշխատել, ինչպես Ռուսաստանը, այնպես նաեւ մյուս գործընկերները, Ղազախստանը, Կырգызստանը եւ այլն։ Ուստի այս հարցի շուրջ մենք շարունակենք աշխատել մեր ԵԱՏՄ գործընկերների հետ։ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ լիիրավ անդամ է եւ այնտեղ եւս ունի իրավունքներ եւ այդ որոշումը այդպես հեշտ կայացվող
որոշում չի լինելու, այնուամենայնիվ մենք չենք պատրաստվում այս հարցի շուրջ առճակատման փուլ մտնել, մենք շարունակելու ենք համբերատար աշխատել եւ բացատրել այնքան, մինչեւ դա անկարելի լինի մեր գործընկերների համար։ Ինչպես արդեն նշել էինք, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայել Գալուզինը հայտարարել էր, թե նոյեմբերի 11-ին կայանալիք հապկագատնաժողովում կարող է քննարկվել կառույցի անդամ Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում կրկին անդրադառնալով Գալուզինին սույն հայտարարությանը նշել է, պաշտոնական Երևանը դեռևս 24 թվականից սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ այս առումով վերանայման անհրաժեշտություն կամ հետդարձի ճանապարհ չի տեսնում։ Խանդանյանը նաեւ հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։ Նրա խոսքով, եթե այսուհանդերձ այդ գագաթնաժողովի ժամանակ կամ դրանից հետո նման որոշում կայացվի, ապա Հայաստանը այն կընդունի որպեսզի գիտություն։ Ես չեմ կարծում, որ այստեղ մենք որևէ պատճառ կամ հանգամանք կա, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, գիտեք որոնք են եղել խնդիրները, որի բերումով Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը եւ այդ խնդիրները ըստ էության չեն լուծվել մինչեւ օրս։ Մենք չենք տեսել որևէ նույնիսկ քաղաքական մակարդակի հայտարարություն, որը նույնիսկ դատապարտեր 2022-2023 թվականներին տեղի ունեցած Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Պարոն Խանդանյան, այդ առումով կա Հայաստանի մոտ, Երևանի մոտ մնացել է ակնկալիք, որ ամեն դեպքում հնարավոր է այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում ամեն դեպքում ինչ-որ մի փուլում լինի, թե այլևս որևէ ակնկալիք չկա եւ նաեւ դրանով է պայմանավորված Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հետ որևէ հեռանկար այսպես չպատկերացնելը եւ ըստ էության եթե այս քայլին գնան, այսինքն Հայաստանի զրկեն ձայնի իրավունքից, այնտեղ ընթացակարգով նաեւ կարող են հեռացնել անդամներից մեկին կառույցից։ Այս հեռանկարը եւս անհանգստացնող չի Հայաստանի համար։ Կարծում եմ այդ այնքան տևական ժամանակ է անցել, որ այդ ակնկալիքը նաեւ շատ ժամանակավրեպ կարող է լինել, որովհետեւ գործընթացներ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև մասնավորապես խաղաղություն է հաստատվել եւ մենք բոլորովին այլ հանգամանքներում ենք հիմա խոսում մեր Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի մասին, սահմանազատման գործընթացն է իր ողջ ծավալով ընթացքի մեջ եւ եթե նույնիսկ որևէ տեսակի հայտարարություն լինի ՀԱՊԿ-ի կողմից կամ որոշում, ես կարծում եմ, որ դա կլինի ժամանակավրեպ։ Կրեմլը տարածաշրջաններին հրամայել է մինչև տարվա վերջ հավաքագրել 409,000 պայմանագրային զինծառայող, այս մասին գրում է Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տվյալներով ծրագիրը կատարելու համար իշխանություններն ուժեղացրել են ճնշումը տեղական պաշտոնյաների վրա, միաժամանակ փորձելով խուսափել մոբիլիզացիայի նոր ալիք հայտարարելուց։ Պարբերականը նշում է, որ նոր պայմանագրային զինծառայողներին հիմնականում օգտագործում են ոչ թե պատրաստված պահուստներ ձևավորելու, այլ ռազմաճակատում կորուստները լրացնելու համար։ Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն, Ռուսաստանի Դաշնության հարձակման տեմպերը մնում են ցածր, չնայած զորքերի թվականակը մեծացնելու կանոնավոր փորձերին։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ Ուկրաինան հարվածել է Վայլդբերիսի Վորոնեժի մարզում գտնվող լոգիստիկ կենտրոնին, խոշոր հրդեհ է բռնկվել։ Ըստ վերջին հաղորդումների Վորոնեժի մարզում Վայլդբերիսի լոգիստիկ օբյեկտը հարձակման է ենթարկվել, ինչից հետո խոշոր հրդեհ է բռնկվել եւ իրականացվել է մարդկանց տարհանում։ Վայլդբերիսը հաստատել է տարածաշրջանի իր օբյեկտներից տարհանումը, սակայն պատճառը սկզբում չէր մանրամասնում։ Ըստ Reuters-ի Լիբիայի Էզավիայի նավթավերամշակման համալիրում հրդեհ է բռնկվել վառելիքի պահեստային բաքում, որը նախապես հարվածի էր ենթարկվել։ Բակը պարունակում էր մոտ 4.5 միլիոն լիտր բենզին, իսկ հրդեհի հետևանքով այն փլուզվել է։ Հաղորդում է, որ վերջին օրերին Էզավիայի նավթային օբյեկտները մի քանի անգամ թիրախավորվել են անօդաչու սարքերով։ Հարձակման պատասխանատու կողմը դեռ չի հաստատվել։ 2020 թվականի օգոստոսի 10-ին Կոլումբիայի արևմտյան հատվածում տեղի ունեցած 7.4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 111-ի, իսկ 87 մարդ վիրավորվել է։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չոկո դեպարտամենտի Սան Խոսե դել Պալմարի շրջանում։ Տուժած քաղաքների թվում են Կալի, Պերեյրա, Մանիսալեսն ու Կիպդոն։ Ավելի քան 1600 շինություն վնասվել է, որոնցից առնվազն 61 ամբողջությամբ փլուզվել են։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են եւ զոհերի թիվը կարող է աճել։
Իրանի ներկայացուցիչները պահանջում են փոխհատուցում 5 ամիս տևած ռազմական հակամարտության ընթացքում իրենց պատճառված վնասի համար, չնայած դա երբեք չի նշվել մեր բանակցություններից կամ հանդիպումներից որևէ մեկում, գրել է Թրամփը։ Հիմա ես նույնպես փոխհատուցում եմ պահանջում Իրանից այն մարդկանց համար, որոնց նրանք սպանել կամ ծանր վիրավորել են։ Փոխհատուցում պետք է վճարվի նաև վերջին 50 տարվա ընթացքում սպանված 100,000-ավոր ցուցարարների ընտանիքներին, վերջին 5 ամսվա ընթացքում սպանված 52,000 մարդկանց համար, նշել է ԱՄՆ նախագահը։ Մենք հանդիպել ենք Գերագույն առաջնորդի հետ եւ քննարկել ենք հարցերի լայն շրջանակ, հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Նա առողջական գերազանց վիճակում էր, ասել է նա։ Բացի այդ, Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին նշանակել է Իրանի նոր ռազմական ղեկավարությանը։ Գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Ամիր Կիյումար Սեյդարին գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-մայոր Մոստաֆա Իզադին ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ, Հոսեյն Թաեբը Բասիջ կազմակերպության ղեկավար։ Պետեկամուտների կոմիտեն հերթական խախտումն է բացահայտել ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում, բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ, մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության 13-րդ բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում միջմարզային ու ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունը բնակչության ծառայությունների մատուցումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում, որի արդյունքում բյուջե վճարման ենթակա հարկերը թերհայտարարագրվում են։ Վարչության աշխատակիցները ձեռնարկել են համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հետազոտվել են վերոնշյալ ընկերության գործունեությանն առնչվող ծառայությունների մատուցման սևագիր մատյաններում առկա տվյալները։ Միջոցառումների ընթացքում հարցման են ենթարկվել նաև կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության վարորդները։ Ձեռքբերված տեղեկությունները համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանին վերաբերելի հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների հետ։ Պարզվել է, որ ընկերության կողմից մատուցված ծառայությունների մասով 2025-ից 26 թվականների ընթացքում թերհայտարարագրվել է շուրջ 4.3 միլիարդ դրամի իրացման շրջանառություն, որի արդյունքում չի հաշվարկվել եւ պետական բյուջե չի վճարվել շուրջ 1.1 միլիարդ ՀՀ դրամի հարկային պարտավորություն։ Փաստի արդիվ արևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մրցանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հարկվճարողներին հայտարարել բացառապես իրացման շրջանառությունների իրական ծավալները, իսկ հաշվապահական հաշվառումը վարել օրենսդրությամբ սահմանված կարգավորումներին համապատասխան։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել, ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ։ Թողարկման վերջում ձեզ ենք ներկայացնում օգոստոսի 3-ից 9 ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը դիտեք տեսաշարով, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ցտեսություն։ Տավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող Նիվան եւ տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։ Օրերս համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում, որտեղ երևում էր, թե ինչպես է Նիվայի վարորդը անկանոն մեքենան վարում, ստեղծելով իրական վտանգ երթևեկության մյուս մասնակիցների համար։ Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը։ Օտարերկրյա համարանիշներով մեքենան հայտնաբերվել եւ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել, արգրավել է մարիխուանայով 72 փաթեթ։ ՆԳՆ քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Մայրաքաղաքի Արզումանյան փողոցի 22-ամյա բնակիչը ապօրինի ձեռք է բերում եւ իրացնում է թմրանյութ։ Տեղեկությունը հաստատեցին եւ օգոստոսի 1-ին ժամը 17:35-ին Երևանի Խաղաղ Դոնի փողոցում երիտասարդը ձերբակալվեց, նույն փողոցում կայանված նրա ավտոմեքենան վերցվեց հսկողության ներքո, իսկ նա տեղափոխվեց համայնքային ոստիկանությանն ու Բարաշենի բաժին։ Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով մեկ փաթեթ, նաեւ գաղտնի փականով
Դանակ։ Երիտասարդը հայտնեց, որ մարիխուանայով փաթեթը պետք է տեղադրել այգու տարածքում։ Նա հավելեց, որ այդ օրն արդեն թմրամիջոցի փաթեթներ է տեղադրել մայրաքաղաքի տարբեր հատվածներում եւ իրեն պատկանող Տեսլա Մագնիշի մեքենայում էլ մնացել են նույն պարունակությամբ փաթեթներ։ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողության ընթացքում Էրեբունի վարչական շրջանի տարբեր տարածքներում հայտնաբերվեցին արդեն տեղադրված 16 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմեց 12 գրամ։ Օգոստոսի 2-ին դատանի որոշման հիման վրա խուզարկություն կատարվեց, Տեսլա Մագնիշի մեքենայում հայտնաբերվեց ավելի քան 50 գրամ ընդհանուր քաշով եւս 55 փաթեթ, նաեւ էլեկտրոնային կշեռք, մկրատ, կպչուն ժապավեն եւ այլաթիթեղի գլանափաթեթ։ Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման 2 դեպք են բացահայտել Արմավիրի մարզում։ Առաջին դեպքով ապօրինի արդյունահանման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը ստացել էին քրեական ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Ըստ տեղեկության, Երևանի բնակիչ 53-ամյա մի տղամարդ Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի տարածքում սեփականության իրավունքով իրեն պատկանող մոտ 2 հեկտար տարածքում ջրավազան եւ պոմպակայան կառուցելու պատրվակով առանց հատուկ թույլտվության այս տարվա հուլիսի 12-ից 17 ընկած ժամանակահատվածում իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ տեղեկությունը ստուգվեց եւ հաստատվեց։ Պարզվեց, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն այս ընթացքում ապօրինի արդյունահանել է շուրջ 2200 խորանարդ մետր ավազակոպճային հանույթ, որն օգտագործվել է Վանանդ գյուղի վարչական տարածքում կատարված ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում։ Ըստ նախնական տվյալների պետության օրինական շահերին պատճառվել է խոշոր չափերի մոտ 2.2 միլիոն դրամի վնաս։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Նման մի տեղեկություն էլ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին հուլիսի 21-ին։ Ըստ փաստական տվյալների իրար փոխկապակցված սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերություն Արգավանդ գյուղի վարչական տարածքում գտնվող ավելի քան 7 հեկտարի վրա խախտելով ընդերք օգտագործման պահանջները իրականացրել են ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանում, խառնուրդը տեղափոխել Եղեգնուտում գործող ավազի լվացման կայան եւ մշակելուց հետո իրացրել։ Ստուգման ընթացքում ապօրինի հանքարդյունահանման տարածքում հայտնաբերվել են շին տեխնիկա եւ հանույթով բարձված բեռնատարներ։ Ըստ նախնական տվյալների պետության եւ համայնքի շահերին պատճառվել է էական վնաս։ Այս դեպքով եւս կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային վարչություն։ Մաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտել։ Ավտոմեքենաներից գողություն կատարողներին հայտնաբերելու Մաշտոցի համայնքային ոստիկանների միջոցառումները արդյունք տվեցին հուլիսի 17-ի գիշերը։ Ժամը 1:30-ի սահմաններում Մազմանյան փողոցում ձերբակալվեցին եւ իրենց վարած Տեսլա Մագնիշի մեքենայով հանդերձ բաժին տեղափոխվեցին Երևանի բնակիչ 20 եւ 21 տարեկան երկու երիտասարդներ։ Դրանք խոստովանեցին անցած գիշեր կատարած իրենց արարքները։ Մի դեպքում երիտասարդները Մարաքաղաքի Բաշինջաղյան փողոցում կայանված Մերսեդեսից գողացել էին կողային հայելիների ապակիները եւ մեքենային փակցրել տելեգրամյան հասցե։ Նույն հասցեի հղում նրանք փակցրել էին նաև Range Rover Մագնիշի մեքենայի դիմապակուն, մինչ այդ գողանալով օտարերկրյա համարանիշը, իսկ երբ մեքենայի տերերը կապվել էին նրանց հետ, տղաները համարանիշը վերադարձնելու դիմաց պահանջել էին 40,000 դրամ։ Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 20-ամյա երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ 21-ամյա երիտասարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները պարզվում են։